Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ ավանդաբար հաղորդման սկզբից ես ձեզ անպայման խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել նախ Anti-Fake YouTube-յան ալիքին եւ նաեւ իմ YouTube-յան ալիքներին աստղային խորհուրդ Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին նաեւ Astromag եւ Talisman-ներ YouTube-յան ալիքից եւ Facebook-յան էջից եթե բաժանորդագրված եք անպայման բաժանորդագրվեք բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են Սիրելի բարեկամներ, այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ, ես ի դեպ նշեմ, որ դուք ինքներդ կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող թեմաների շրջանակ եւ մենք անպայման կանդրադառնանք այդ թեմաներին եւ ոչ միայն աստղաբանության հետ կապված, ոչ միայն կանխատեսումների հետ կապված, որովհետեւ Astromix-ը դա ընդհանուր էզոտերիկ թեմաներով հաղորդում է եւ այդպես է պլանավորված, որ ոչ միայն աստղաբանության հետ կապված թեմաներ կարող ենք այստեղ շոշափել, այլ նաև էզոտերիկայի այլ ոլորտների հետ կապված եւ նաև ձեզ հետաքրող թեմաներ առաջարկեք, անպայման կանդրադառնամ եւ կվերլուծեմ հնարավորինս չափով։ Այժմ խոսենք անկախության հռչակագրից եւ նրա ճակատագրից, որովհետեւ այժմ գիտեք, որ այսպես իշխանությունների կողմից լայնորեն տարածվում է եւ քարոզվում է, որ այդ անկախության հռչակագիրը ըստեյության մեր պետականության մեծագույն խոչընդոտն է, ինքնիշխանության խոչընդոտ է, այսպես շատ կեղծ գաղափարներ են առաջ քաշում եւ դրանով իսկ հիմնավորում են սահմանադրությունից հենց անկախության հռչակագրի հեռացման անհրաժեշտությունը, որը կործանարար է ըստեյության Հայաստանի երրորդ հանրապետության համար լինելու, որովհետև մեր անկախության հռչակագիրը, որը ընդունվել է օգոստոսի 23-ին 1990 թվականի ըստ էության, պես մեր պետականության երրորդ հանրապետության սկիզբն է եւ նրա վերացմամբ ըստ էության կվերանա նաեւ Հայաստանի երրորդ հանրապետությունը Սա ակնհայտ է եւ շատ կարեւոր փաստաթուղթ է, շատ մեծ նշանակություն ունի իրականում այս փաստաթուղթը եւ ես այժմ կդիտարկեմ անկախության հռչակագրի աստղային քարտեզը Այստեղ շատ հետաքրքիր է այն տեսանկյունից, որ այդ անկախության հռչակագիրը ընդունվել է այն պահին, երբ առյուծ կենդանակերպում էին մորակները կենտրոնացած եւ Արեգակը եւ Մերկուրին եւ Վեներան, որ բարենպաստ մեծ երջանկության մորակ Յուպիտերը, փոքր երջանկության մորակ Վեներան, բոլորը կենտրոնացված էին առյուծ կենդանակերպում, իսկ առյուծը դա գերտերությունների, մեծ պետությունների, աշխարհակալ պետությունների նշանն է, այսինքն եւ այստեղ նույնպես կենտրոնացած է հարավային լուսնային հանգույցը կամ կետուն, դա նշանակում է, որ այս անկախության հռչակագիրը նախ սերվում է, ծնվում է մեր աշխարհակալ տերությունից, այսինքն նրա պատմական արմատները գնում են դեպի Տիգրան մեծ եւ ավելի խոր, այսպես ասած, արմատներ ունեն, երբ Հայաստանն էր աշխարհակալ պետություն, այսինքն Հայաստանն էր իշխում այս տարածաշրջանում, դե դա անհիշելի ժամանակներ են, մենք շատ բան չգիտենք մեր պատմությունից։ Եվ մյուս կողմից, մյուս հանգամանքը դա այդ պետությունների, մեծ գերտերությունների այդ տերություններից անկախության ձեռքբերման եւ անկախության համար մղվող պայքարից է սերվում։ Դե գիտեք, որ ընդհանրապես շուրջ 2000 տարի եւ անգամ 2000 տարուց ավել հայերը պայքարում էին անկախության համար, ինքնիշխանության համար, Հռոմից, Պարսկաստանից, Բյուզանդիայից, չգիտեմ, Օսմանյան կայսրության տարածքում հետագայում նրանք այսպես դաժանագույն կտանքների, դաժանագույն լծի տակ էին գտնվում, այնուհետև Ռուսաստան, Խորհրդային Միություն եւ այդ ամենից անկախության, ինքնիշխանության մասին է այս հռչակագիրը։ Ну, այսպես ես վերլուծում եմ քարտեզը, ես այսպես քաղաքագիտական վերլուծություն չեմ տալիս ձեզ։ Այժմ աստղաբանական վերլուծության մասին ենք խոսում։
Եվ ձգտումը, այսինքն դեպի ուր է տանելու մեզ այդ անկախության հռչակագիրը, դեպի ջրհոս, այսինքն վերընթաց լուսնային հանգույցը կամ ռաախուն գտնվում է 7 աստիճան ջրհոսում, որը որ հենց ջրհոսը դա անկախության, ինքնուրույնության, ազատության նշան է, նաև ջրհոսը հին աստղաբանության մեջ համարվում էր Եգիպտոսը վերհսկող կամ հովանավորող նշան, իսկ ժամանակակից աստղաբանության մեջ ջրհոսը նաև ձկները համարվում է Ռուսաստանի աստղային, այսպես ասած, դաշտ կամ աստղային տուն։ Այնպես որ միանգամայն այլ ուղղությամբ այսպես տանում դեպի այսպես նաև անարխիայի նշան, այսինքն անիշխանության նշան է ջրհոսը։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ եթե հիշում եք Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզում Սատուրն մոլորակը, այսինքն սահմանափակումների, նաև սահմանադրության, սահմանների մոլորակը գտնվում է հենց ջրհոսի սկզբում, 0 աստիճանում է գտնվում եւ մոտակայքում գտնվում է անկախության հռչակագրի այդ վերընթաց հանգույց, այսինքն եւ սահմանադրությունը եւ այդ անկախության հռչակագիրը մեր պետականության համաչափազանց կարեւոր նշանակություն է եւ մեկը առանց մյուսի պարզապես անհնարին է։ Սրա մասին է խոսում այդ քարտեզների համադրությունը, այսինքն անկախության հռչակագրի եւ Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզի վերլուծությունը։ Մյուս բարդությունը, որը այստեղ կա, դա Արեգակի դիրքն է։ Արեգակի դիրքը, սիրելի բարեկամներ, 29 աստիճան առյուծ կենդանակերպում եւ բռնի մահվան աստիճանում։ Դե իհարկե սա նշանակում է, որ մի բան, որ այս պետությունը, այս պետականությունը հնարավոր է ոչնչացնել միայն բռնի ուժով, որևիցե սահմանադրական, չգիտեմ, ինչ-որ քվեարկություններով, համաժողովրդական ինչ-որ ելույթներով եւ այլն վերացնել, ոչնչացնել հնարավոր չէ այս հռչակագիրը եւ նրա հիման վրա ստեղծված սահմանադրությունը։ Սա հնարավոր է միայն բռնի ուժով ոչնչացնել։ Դե Արեգակը, որը ըստ էության բովանդակությունն է, հա, այդ անկախության հռչակագրի հենց բռնի մահվան աստիճանում է։ Այստեղ նաև այդ բռնի ձև կերպով անկախության ոչնչացումը, այստեղ մենք տեսնում ենք ինչով է նաև հիմնավորվում, նաև Մարս մոլորակը այս քարտեզում գտնվում է 25 աստիճան ցուլ կենդանակերպում եւ քառակուսի է կազմում Արեգակին, դա նշանակում է, որ Մարսը գիտեք, որ ռազմի, պատերազմի ակտիվ գործողությունների մոլորակ է, այսինքն միայն այդ ճանապարհով վնասել հնարավոր է եւ ոչնչացնել այս հռչակագիրը եւ ընդհանրապես սահմանադրությունը եւ անկախությունը Հայաստանի։ Մյուսը ընդհանուր առմամբ այլ խնդիրներ, խութեր այս քարտեզը չունի, ես ձեզ ասեմ, այստեղ շատ հզոր է Մերկուրին եւ Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզում եւ այս անկախության հռչակագրի քարտեզում գտնվում է կույս կենդանակերպում, որը շատ հզոր դիրք է, այսինքն ստեղծված են այս պետությունը եւ անկախության հռչակագիրը եւ մեր պետականությունը ստեղծված է շատ ինտելեկտուալ բանիմաց լուրջ մարդկանց կողմից, որը որ խորհրդանշում է Մերկուրի դիրքը իր բարձրագույն դիրքում կամ փառավորման մեջ։ Լուսինը այստեղ ի տարբերություն Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզին, որտեղ լուսինը ազատ ընթացքում է եւ փոխհարաբերություններ չունի այլ մուրակների հետ, անկախության հռչակագրի լուսինը գտնվում է կշեռքում եւ դրական հարաբերություններ է կազմում թե Յուպիտերի, թե այսինքն բարենպաստ մուրակների, թե Վեներայի հետ։ Այսինքն դա նույնպես նշանակում է, որ ժողովուրդը չի կարող փոխել իր դիրքորոշումը այս հռչակագրի հետ կապված եւ չի փոխի, որտեւ լուսինը մունդան աստղաբանության մեջ խորհրդանշում է ժողովրդին, այսինքն ինչ որքան ցանկանան ինչ որ ընտրական գործընթացները բերեն այդ սահմանադրական հանրակրվեի հետ միացնեն, որքան փորձեն ինչ որ ժողովրդին բացատրեն, որ այս հռչակագրի վերացումը, հեռացումը մեր սահմանադրությունից խաղաղության ճանապարհ է բացում, ժողովուրդը դա չի ընդունի։ Ես ձեզ ասեմ, այսինքն անիմաստ իզուր փորձեր են դրանք լինելու։ Դեվ ժողովուրդը համաձայն է այդ
Սահմանադրության հետ եւ այդ հռչակագրի հետ։ Դա հենց ամրագրված է այս քարտեզում։ Կարծում եմ այս քարտեզը այնուամենայնիվ հաշվարկված է։ Ակնհայտ է Լուսնի հիանալի դիրքը, խոսում է այդ մասին։ Եվ Լուսնի միակ այստեղ խնդիրը Լուսնի եւ Ուրանի աճող քառակուսին է, որը կարող է անսպասելի զարգացումներ լինել, այսինքն բերել անսպասելի զարգացումներ ժողովրդի համար։ Միայն այդ պարագայում հնարավոր է վերացնել այս հռչակագիրը։ Այժմ Անդրեադ, եւ ուզում եմ մեկ բան էլ նշել, որ Սև Լուսին այս հռչակագրի քարտեզում գտնվում է աղեղնավորում, այսինքն այդ մութ ուժերը, սև ուժերը դրսից կարող են ներազդել եւ ի վերջո հանգեցնել այդպիսի ավերիչ զարգացումների, Պլուտոնը նաև, որը ավերիչ մոլորակ է, ռազմաքաղաքական այդ կենտրոնների ուժային ազդեցության մասին է խոսում, հզոր ազդեցություն ունի այս քարտեզում եւ նա եւ Պլուտոնի հետ եւ Յուպիտերի հետ մեծ երջանկության մոլորակի հետ եւ Վեներայի հետ փոխհարաբերության մեջ է մտնում։ Դե իդեալական ոչինչ չի լինում բնականաբար, միակ այստեղ խնդիրը իհարկե արեգակն է, որը բռնի մահվան աստիճանում է, 29 աստիճան առյուծում է գտնվում։ Եվ հիմա դիտարկենք զարգացումը, այսինքն գիտեք, որ 2025 թվականի անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակն է, այսինքն կլոր թիվ է, եւ իհարկե պատահական չէ, որ հենց հիմա այս թրքադավան իշխանությունը որոշել է հեռացնել այդ հռչակագիրը ուրեմն սահմանադրությունից։ Դա նույնպես պատահական չէ։ Նու այստեղ նախ դիտարկենք տրանզիտները, տարանցումները, բավականին բարդ եւ ծանր շրջան ենք ապրում, հատկապես անկախության հռչակագրի հետ կապված, ինչու, որովհետև գիտեք, որ արդեն անցած տարվա նոյեմբերի 20-ից այդ չարաբաստիկ Պլուտոնը, որը խորհրդանշում է ավեր, պատերազմ, ռազմաքաղաքական խոշոր կենտրոնների ներազդեցությունը, տարբեր փոքր պետությունների վրա այդ Պլուտոնի գործառույթն է, նա գտնվում է անկախության հռչակագրի Յուպիտերի կամ մեծ երջանկության մոլորակի կամ էլիտայի, որը խորհրդանշում է պետական էլիտան, այսինքն այդ էլիտան, որը լավ գեներ ունի, որը սերվել է հին մեր սերնդներից, հայկյան սերնդներից, Տիգրան Մեծյան, այդ սերնդներից, Պլուտոնը մտնում է դիմակայության մեջ Յուպիտերի հետ, այսինքն դա նշանակում է ավեր, պետության ոչնչացում, դա շատ վտանգավոր դիրք է, ես կասեի դա ամենավտանգավոր դիրքն է, եւ նաեւ խորհրդանշում է, որ ռազմաքաղաքական կենտրոնները այնուամենայնիվ անընդհատ փորձեր են անելու ոչնչացնել Հայաստանի անկախությունը։ Եվ դա մոտակա տարիների ընթացքում, որտեղ արդեն Պլուտոնը անցել է, մեկ անգամ անցել է Յուպիտերի դիմացով, հիմա արդեն 25 թվականին մեկ անգամ եւս կանցնի հենց միջայլոց, ես ձեզ ասեմ, որ աշնանը այս տարվա հենց այդ նույն կետով անցնելու է Պլուտոն, այսինքն Յուպիտերի դիմացով անկախության հռչակագրի։ Մյուսը Ուրանը հենց ապրիլի վերջում եւ մայիսի սկզբին անցնելու է Մարս մոլորակով, որը խորհրդանշում է ակտիվությունը, զինված ուժերը, պահանջատիրությունը, ինչու ոչ Մարսը։ Եվ այն մեր անկախության հռչակագրում այդ պահանջատիրությունը իհարկե ամրագրված է, բայց Մարսը թույլ է անկախության հռչակագրում եւ ցույց կենթանակերպում է գտնվում, որը նշանակում է, որ այդ պահանջատիրությունը իրական ինչ-որ քայլերով, իրական լուրջ գործողություններով չի դրսևորվելու ցավալիորեն։ Եվ ահա Ուրանը անցնում է Մարս մոլորակով, եթե հիշեք, նախ Դոնալդ Թրամփը չխոսեց այսպես ցեղասպանության մասին, ինչ որ ցավալի իրադարձությունների մասին էր խոսում, եւ երկրորդը այս իշխանությունները քննադատեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրումը ապրիլի 24-ին, որը ընդհանրապես հենց այդ Ուրանի տարանցումը Մարսով է, դա է խորհրդանշում, այսինքն ընդհանրապես հրաժարում այդ պահանջատիրությունից, ոչնչացում, անսպասելի ինչ-որ հանգամանքներով, զարգացումներով ռազմաքաղաքական այդ պահանջատիրության ընդհանրապես ջնջում եւ վերացում։
Եվ նաև Սև լուսինը աստիճանաբար մոտենում է հենց աղեղնավորին, արդեն 25 թվականին նախ Սև լուսինը կանցնի այս տարվա վերջում Սև լուսինը կանցնի այդ անկախության հռչակագրի մարսմը օրակի վրա, այսինքն ընդհանրապես հրաժարում այդ պահանջատիրությունից, ինչ որ ակտիվ ռազմական ճանապարհով գործողություններով պահանջելու, հա, դրա իրագործումը, դրանից հրաժարում, դա տեղի կունենա արդեն այս տարվա նոյեմբերի սկզբին, հենց Սև լուսինը կանգնելու է Մարսի դիմաց, հա, նոյեմբերի սկզբին։ Եվ այնուհետև նաև հետաքրքիր է, որ նոյեմբերի սկզբին նաև Մարսը, այսինքն տարանցիկ Մարսը անցնելու է նաև անկախության հռչակագրի Մարսի դիմացով, որը նույնպես խորհրդանշում է հենց այդ ջախջախումը, հա, այդ պահանջատիրության կամ պարտադրում հրաժարվելու պահանջատիրությունից ամբողջությամբ։ Եվ նաև արդեն դեկտեմբերի 20-ից հետո Սև լուսինը մոտենում է անկախության հռչակագրի հենց Սև լուսնի, վերադարձն է Սև լուսնի, իդեպ որ Սև լուսնի պարբերաշրջանը 9 տարին մեկ է լինում, եւ դա արդեն շատ իհարկե վտանգավոր զարգացումներ են, որը կամաց այսպես բերելու են ոչնչացման, սա է ընդհանուր առմամբ։ Միաժամանակ ինչու է աշունը շատ բավականին ճակատագրական լինելու այս տարվա աշուն, դեռ նաև Արեգակը Պլուտոնին է միանալու, այսինքն անկախության հռչակագրի Պլուտոնին, Արեգակը կմիանա արդեն ուրեմն նոյեմբերի 7-ին 25 թվականի, իսկ այնուհետև նա Արեգակը կմիանա նաև Հայաստանի Հանրապետության Երրորդ Հանրապետության քարտեզի Պլուտոնին է, նույնպես շատ վճռական զարգացումներ են եւ այդ ժամանակ նաև տեղի ունենալու մեզ մոտ լիալուսին, այդ նախորդին այդ միության, այսինքն նոյեմբերյան լիալուսինը արդեն դա տեղի կունենա հենց ամսի 5-ին, որ այդ բարդ, չափազանց բարդ եւ վտանգավոր զարգացումներ կարող է առաջացնել։ Պես որ իսկապես որևիցե ընտրություններով, որևիցե քվեարկությամբ համաժողովրդական կամ մարդկանց համոզելով, մարդկանց, չգիտեմ, դա միայն բռնի ուժով է հնարավոր ստիպել Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել իր անկախության հռչակագրից։ Այսպես է ցույց տալիս ամենայն դեպս քարտեզը, այսպես է ծրագրավորված։ Դե բնականաբար, եթե աստղաբան է մշակել, դա հենց այնպես չի կարող լինել։ Ահա այսքանը անկախության հռչակագրի վերաբերյալ, մենք իհարկե կանդրադառնանք արդեն օգոստոսին, որովհետև 35-ամյակն է, կլոր թիվ է եւ ավելի մանրամասն կխոսենք դրա մասին։ Այժմ ուզում եմ նաև խոսել այդ մեծ աղմուկ հանած տեսահոլովակի վերաբերյալ։ Ձեզանից շատերն են հարցնում, խնդրում են ինձ վերլուծել, ինչ է նշանակում այս տեսահոլովակը։ Ճիշտն ասած, ես մեծագույն, այսպես ծանր ապրումներ ունեցա դիտելով այս տեսահոլովակը եւ ճիշտն ասած զզվանք առաջացրեց իմ մոտ։ Դա որևիցե իմ դիտանկյունից որևիցե կապ չունի ինչ որ մշակույթի, ստեղծագործական, կրեատիվ ինչ որ լուծումների հետ, բացարձակ իմ կարծիքով, դե պետք է հասկանալ ով է մեզ այդ ցեղասպանության մասին հուշում կամ ես անգամ այնտեղ ձեռառնելիք տեսա այդ տեսահոլովակում։ Ծաղրում է, ասում է, այո, դուք ունեք հին մշակույթ, դուք ունեք, չգիտեմ, ձեռագիր մատյաներ, վանքեր եւ բայց դա ձեզ չի փրկի։ Այ ես սա տեսա այդ տեսահոլովակում։ Եվ պետք է հասկանալ ով է մեզ այդ մեսիջը ուղղում։ Այստեղ ինչ, այստեղ նախ եկեղեցու անտարբերությունն է հայ ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ, սա է ցույց տալիս, որովհետև տեր հայրերը կանգնած, այսպես կարմիր խնձոր են կրծում այն դեպքում, երբ որ մարդկանց սպանում են, նրանց դիմաց ընդ որում։
Սա, չգիտեմ, ինձ համար համենայն դեպս շատ շոկային էր եւ շատ անընդհատ, այսինքն անարգանք հայ ժողովրդի, ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մեր առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ այնտեղ կա նաև կաթողիկոսին պատկերող մի անձնավորություն, որը որ արունոտ ձեռքերով խաչակնկվում էր, նույնպես շատ, չգիտեմ, անընդունելի, ես կարծում եմ, որ եկեղեցին պետք է իր դիրքորոշումը հայտնի, հայ առաքելական եկեղեցին։ Իհարկե մենք չունենք ազգանպաստ եւ ազգին մեր հայ ժողովրդին նվիրված կառավարություն եւ իշխանություն, մենք չունենք արտաքին գործերի նախարար, որը սպասարկում է հայ ժողովրդի շահերը, դա մենք չունենք։ Այսինքն նրանց կողմից ակնկալել ինչ որ արձագանք, ինչ որ այսպես վերաբերմունք, հա, այդ սատանիստական կուլտին եւ սատանիստական զոհաբերության իբրև ես հասկացա, որ զոհաբերությունը հենց սատանային, այսինքն հայ ժողովրդին զոհաբերում են սատան, ես դա հասկացա։ Եվ մինչդեռ ամբողջ հոգևոր դասը, կաթողիկոսը կանգնած են եւ լուր նայում են այդ ամենին։ Եվ իմիջիալոց այնտեղ նաեւ ձեռագրերի մասին կար եւ դա նույնպես, այսինքն շատ այսպես անարգանք է մեր բազմադարյան հոգևոր մշակույթի եւ նյութական մշակույթի հետ կապված, որ արհամարական այսպես այդ ձեռագրերն են իբրև թե տանում են այդ ձեռագրերը, մի խոսքով էլ չկա, գիր գրականություն չկա, ոչինչ չկա, պատմական հիշողությունը ջնջելու մասին է։ Բայց գոնե եկեղեցին իհարկե իշխանությունը ես հասկանում եմ, որ որևիցե ձևով չի արձագանքի, բայց ես կարծում եմ հոգևոր դասը եւ հոգևորականները պետք է իրենց դիրքորոշումը անպայման հայտնեն այս տեսահոլովակի հետ կապված, որովհետև սա ծաղր է, սա անարգանք է իմ կարծիքով եւ ընդհանրապես հոլիվուդյան ֆիլմերում հայի եւ հայ ժողովրդի նկատմամբ այդ անարգանքը կարմիր թելով գնում է։ Տարիներ շարունակ ես ուղղակի չեմ հիշում դա որ մարտաֆիլմ էր։ Մի մարտաֆիլմ էի դիտում եւ մի 5-6 տարի առաջ եւ այնտեղ այդպիսի մի տեսարան կար, ընդհանրապես այդ մարտաֆիլմը կապ չուներ ոչ հայերի, ոչ ցեղասպանության, բացարձակապես կապ չուներ։ Եվ այնտեղ պատկեր էր այդ Եղեռնի հուշահամալիրի պատկերն էր, փոքր իհարկե չափերով մակետ էր եւ երբ իրար հետապնդում է, հետապնդման այդ տեսարանն էր, այդ հենց հուշահամալիրը փոքր մասշտաբով տրակում էր, անընդհատ այդտեղ այսպես կրակում էին իրա վրա, տրակվում էր եւ այլն։ Ուղղակի շատ զարմացա այդ պահին, ես պարզապես չֆիքսեցի, որ հիմա ես պատմեմ թե որ ֆիլմն էր, բայց շատ այսպես բացասական եւ քամահրական վերաբերմունք հայերի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Ընդ որում, որ բացարձակ իհարկե անտեսվում է, որ հայերը հենց Ամերիկայի կյանքում ինչ դեր մեծ նշանակություն ԱՄՆ-ի եւ տնտեսության մեջ եւ քաղաքականության մեջ ինչ դեր են կատարել։ Ու սա այսքանը, եթե ունենաք հարցեր այս տեսահոլովակի հետ կապված, անպայման կպատասխանեմ, ես շատ բացասական եմ վերաբերվում այս տեսահոլովակին, շատ քամահրական, շատ չգիտեմ, հայ ժողովրդին վիրավորող, հայ ժողովրդի պատմությունը վիրավորող նյութ է իմ կարծիքով։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Աստղային խորհրդատու Աննե Աղվերդյանի իմ աստղաբանական YouTube-յան ալիքին եւ Աստրոմագիվ Թալիսմաններ մոգական ալիքին, նաև Facebook-յան էջին, կհանդիպենք ստեսություն։